Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է մի քիչ անսովոր պայմաններում, բայց լավ տրամադրությամբ։ Ուզում ենք այստեղից ձեզ փոխանցել մեր լավ տրամադրությունը եւ հետաքրքիր կերակրատեսակներ։ Իմ հյուրն է այսօր հարգելի հեռուստադիտողներ, Իբիցա ռեստորանի ավագ խոհարար Սպարտակ Նազարյանը։ Ողջույն Սպարտակ։ Ողջույն Սեդրակ։ Ինչպե՞ս ես եղբայր։ Շատ լավ, շատ ուրախ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը, եկաք։ Ես էլ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, ես ներկայացնեմ նաև Սպարտակին, ով միաժամանակ հանդիսանում է նաև ֆրանսիական խոհարարական կազմակերպության անդամ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր եւ ընդհանրապես մեր խոհանոցը լավ ներկայացրած արտասահմանյան երկրներում եւ մեր համակիր։ Ինչպես են գործերը Սպարտակյան։ Շատ լավ։ Տրամադրությունը բարձր է։ Հոյակապ։ Եթե գործերը լավ են, տրամադրությունը բարձր է, մեր հեռուստադիտողները պիտի սպասեն լավ կերակրատեսակի ցուցադրության։ Այո։ Ինչ ենք պատրաստել։ Այսօր պիտի պատրաստենք Ժուլիեն Բանջարեղենով։ Մի կերակրատեսակ, որը շատ չկա Հայաստանում, կարելի է ասել, շատ տեղերում չկա, նորություն է եւ շատ համեղ կերակուր է։ Այս մթերքները պիտի օգտագործենք, այստեղ պիտի օգտագործենք, ուրեմն ասեմ, սող, սմբուկ, սունկ, գունավոր բիբարներ, ճոկած պանիր, քերած պանիր, կանաչիներ եւ համեմունքները։ Սպարտակ ջան, եթե խոսքը բացվեց մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի, թե ինչ ասել է Ժուլիեն։ Ժուլիեն ընդհանրապես Ֆրանսիայից եկած կերակուր է, Ժուլիեն, որ ասում են, բայց միշտ Ժուլիեն մենք հասկանում ենք հավի մսով, սնկով, այո։ Իսկ սա Բանջարեղենովը մի ուրիշ համ է ու մի ուրիշ որակ է։ Եվ բառը ինչ է ասում, կտրատված կարծեմ, հա, այդպես է։ Այո, կտրատված դա կտրատելու տեսակ է կարծեմ, ձև, չէ՞։ Հեռուստադիտողներին թող պարզ լինի։ Լավ, ինչով կարող եմ օգնել, ինչ պիտի կտրատեմ։ Ուրեմն, ես կխնդրեմ, որ դու կտրատես սմբուկը խորանարդներով, իսկ ես սոխը կկտրատեմ։ Սմբուկը պիտի մաքրենք։ Այո, անպայման, կեղևահան պիտի անենք։ Ես նաև գազը կմիացնեմ։ Տապակը տեղադրենք։ Սա ավանդական ինչ-որ Ժուլիենի տեսակ է, թե քո մտահղացումն է։ Երկուսը մեկում։ Եվ մի քիչ ավելի ֆրանսիական խոհանոց, մի քիչ մտահղացում, բոլորը երբ որ գումարում ես իրար, հայկական համեր, ստացվում է մի ընդհանուր փունջ։ Բուսայուղը լավ է։ Ընտիր է, պիտի խորանարդիկների պիտի կտրենք։ Մենք պիտի խնդրեմ, որ այստեղ պիտի լցնենք սմբուկը։ Պիտի խնդրեմ նաև, որ կտրատես գունավոր բիբարները, Սեդրակ ջան։ Նույն չափսի։ Նույն չափսի, ամեն մեկից կես հատ։ Նաև պիտի խնդրեմ, որ կտրատես պոպոկ ինձ համար մի քիչ։ Ամեն ինչ ճիշտ է, ես վերցնեմ մի քանի ճյուղ։ Իսկ կանաչիներից ինչն են սիրում շատ։ Եվ ինչ կա։ Շատ օգտագործում են, ամեն ինչ կա, բայց ավելի շատ օգտագործում են մաղադանոս եւ նեխուր։ Կարծեմ համքերը չեն էլ ճանաչում, հա։ Չեն ճանաչում, սամիտն էլ կասեի միայն ձկների հետ։ Միայն ձկների հետ, այսինքն եթե մենք սամիտ կանենք ինչ-որ մի կերակուրի, որ իրանց համար ընդունված է սամիտը ձկների համար, այո։ Համեմի համը ընդհանրապես չեն ընկալում եւ իրենց համար շատ տարօրինակ է, օտար է։
Կարծես թե արդեն կերևապատվեց մեր սմբուկը։ Միասին պիտի տապակենք բոլորը, թե առանձնացնենք։ Այժմ պիտի ավելացնենք սոխը։ Ցանկալի է որպեսզի սոխը լինի կտրատված խորանարդիկներով, էլի։ Շատ լավ։ Սպասենք, որպեսզի նաև սոխը տապակվի, այնուհետև ավելացնելու ենք սունկը, Այո։ որից հետո գունավոր բիբարները։ Նաև սունկը, որովհետև արդեն կարմրեց մեր սոխը և սմբուկը։ Սունկը օգտագործում ենք շամպինյոն, ոչ խարասունկ, այո։ Այժմ կարող ենք ավելացնել նաև գունավոր բիբարները։ Իդեպ պիտի նշեմ, որ մինչև այս պահը մենք ոչ մի համեմունք չենք արել, չենք ավելացրել։ Զուտ նրա համար, Ինչ նկատի ունենք, որպեսզի վիտամինները պահպանվեն ավելի շատ, դրա համար աղ չենք անում, աղը կանենք վերջում։ աղը նաև ջուր, ջրի արտազատման, վիտամինները ջրի հետ դուրս են։ Անպայման, որպեսզի վիտամինները պահպանվեն և համերը բոլորը մնան մեր ուտելիքի մեջ։ Թողնենք տապակվի և մի փոքր սև պղպեղ։ Պիտի անջատենք մեր գազը։ Գազը ջախը անջատեցինք։ Շատ կարևոր հանգամանք կա, որ ընկույզը, սխտորաջուրը և կանաչին ավելացնում ենք արդեն անջատած վիճակում։ Բայց իր գոլորշիով, Այո, իր գոլորշիով, որպեսզի… Շատ լավ։ Սա հենց այն գործընթացն է, որի ժամանակ խոհարարը աշխատում է համերը արդեն կարգավորել։ Այսինքն մենք կարող ենք այդ մթերքները լցնել նաև ջերմային մշակման ժամանակ, բայց համերը իր ամբողջությամբ մենք կկորցնենք։ Եվ այս ժամն է, այս պահն է, որ կրակը անջատված, բայց այնուամենայնիվ մի քիչ տաք, որ համերը, որ մենք ուզում ենք վերջնակետին հասցնել, հենց այս պահին պիտի հասցվի։ Նաև պիտի ավելացնենք սխտորաջուր։ Սխտորաջուր։ Նաև կարող ենք սամիթի հետ մի փոքր մաղադանոց նույնպես անել, ըստ ճաշակի։ Այո, կանաչին վերջի վերջո ճաշակի խնդիր է, ճաշակի հարց է։ Ասեմ, որ մենք աշխատում ենք բացօթյա ռեժիմով, բայց բույրը արդեն այդ նույնիսկ մի 2-3 մետրից արդեն բույրը… Եվ գույնային գաման շատ գեղեցիկ է։ Այո։ Պիտի խնդրեմ, որ մոտեցնես ամանները, որպեսզի տեղադրենք։ Եթե չունեք ամաններ, կարող եք նաև այս նույնը դնել ինչ-որ խորամանի կամ բաժակների, անպայման չի ունենալ այսպիսի ամաններ, որպեսզի լավ է սա։ Լավ կլինի, որ ունենանք, բայց… Եթե չունենք տնային պայմաններում կարող ենք պատրաստել մի այլ ուրիշ բանի մեջ, հարմար մի աման, որով կարող ենք տեղադրել ջեռոցի մեջ։ Լավ է։ Ավելացնենք նաև մեր քերած պանիրը։ Քերած պանիրը պետք է լինի անպայման հալչող պանիր։ Այո։ Տեսակը դուք ընտրեք, բարեկամներ։ Այո։
Տեղադրենք ջեռոց, մոտավորապես մաքսիմում 5-10 րոպե, շատ չէ։ 5-10 րոպե Որովհետև ջեռոցը արդեն տաք է, այո։ 180 աստիճան եւ 5-ից 10 րոպե։ Ինչու հենց այդ 5-ից 10 համարյա թե կեսը մենք այդպես պայմանական ենք ասում, որովհետեւ ջեռոցները տարբեր ջերմաստիճան են վերցնում։ Տարբերություն կա այնուամենայնիվ ջերմության մեջ ոչ, բայց նրանց ռեժիմների մեջ տարբերություն կա։ Տարբերություն կա։ Դժվար չի տեսնել պատրաստվեց թե չէ։ Կսպասենք այդ 5-ից 10 րոպե։ Կարծես թե Սպարտակ ջան, ոնց որ պատրաստ է։ Այո, կարծես թե պատրաստ է մեր։ Ահա, բարի ձեռքերը բակցյանը դիմացող են։ Ահա։ Բանջարեղենային ժուլիեն։ Ահա։ Սա այսպես։ Սա այսպես։ Ոչ մի ձևավորում մեր ժուլենին հարկավոր չի, որովհետև արդեն ամեն ինչ ասված է։ Այո, մետաղի կողք ինչ որ մի բան ձևավորել, կարծեմ հարմար չի։ Ահա այս կերակուրն էինք պատրաստում։ Այո, բանջարեղենային ժուլիեն, բարեկամներ, Սպարտակ ջան, շատ լավ էր, ես ուզում եմ, որ դու ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին կարող ես հղել։ Ցանկությունները շատ են։ Կմաղթեմ առողջություն ամենակարևորը մեր հայ հանդիսատեսին, հայ հեռուստադիտողին, ընդհանրապես հայ տնային տնտեսուհիներին, խոհարարներին, բոլորին եւ ամենակարևորը առողջություն։ Եղեք առողջ, սնվեք առողջ, մնացածը կլինի ընթացքում։ Շատ լավ, շնորհակալություն, շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իրոք որ հարկ է, որ մենք մեծ ուշադրություն դարձնենք մեր սնվելու վրա։ Ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Սպարտակին, ցանկանամ, որ ինքն էլ լինի առողջ եւ պատրաստի առողջ սնունդ։ Շնորհակալություն, ապրես դու։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար եւ ինչպես միշտ ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ստեսյուն բարեկամներ։ Բանջարեղենով ժուլիեն, սմբուկ 100 գրամ, սունկ 70 գրամ, տագդեղ 70 գրամ, սող 50 գրամ, ընկույզ 20 գրամ, մաղադանոց, սխտորի հյութ, բուսայուղ, աղ, սև պղպեղ, բարեախորշակ։